Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, տարեմուտի սեմին Մայրաթոր Սուրբ Էջմիածնից աղոթքով և ողորմած Աստծո շնորհների հայցով հայրական մեր սերը և օրհնությունն ենք բերում ձեզ ի Հայաստան, Արցախ և Իսփյուռս։ Հույսով ու բարի ակնկալիքներով դիմավորում ենք 2017 թվականը, հրաժեշտ տալով մեր ժողովրդի համար հուզումներով դժվարին տարվա։ Մեկ անգամ ևս ապրեցինք պատերազմի, ռազմական սադրիչ գործողությունների տագնապները և կորուստների ցավը, նաև ամավերջի այս օրերին։ Ականատես եղանք և սխրանքներին մեր զավակների, որ անառիկ պահպանեցին մեր երկրի սահմանները։ Զգացինք քաջալերությունը հայրենիքը պաշտպանելու պատրաստ մեր ժողովրդի միասնականության։ Անցնող տարում հաղթահարեցինք նաև ներքին անկայունության սպառնալիքը, հաստատելով օրինականությամբ խնդիրները վճռելու մեր ուղին։ Այս մարտահրավերներով ու հայրենական մեր կյանքի բոլոր դժվարություններով հանդերձ մեր ժողովուրդը Աստուծո օրհնությամբ արարեց, բարիք ստեղծեց։ Իսփյուռս աշխարհի տոնեց անկախ մեր պետականության 25-րդ տարեդարձը, զորավիք կանգնեց ու սատարեց պատերազմական նեղությունները կրող սիրիահայությանը։ Հայրենիքում և Սփյուռքում մեր ժողովուրդն ապրեց առհայրենին սիրով, հույսով լավատես, որ նորոգյալ կյանքով, իր աշխատանքով, տաղանդով ու ձեռքբերումներով կերտելու է իր բարոր, լուսավոր ներկան ու ապագան։ Գոհություն ենք հայտնում երկնավորին, որ մեր ժողովրդի զավակները կարևորեցին իրենց հոգևոր աճը, զորացրեցին իրենց հավատն ու քրիստոնեական ճանաչողությունը, որին ուղղված է մեր եկեղեցու ընդարձակվող գործունեությունը։ Քրիստոնեական մեր հավատքի լիուլի դրսևորումը այն ժայռեղեն հիմքն է, որի վրա շարունակ պիտի բարձրանա մեր կյանքը և ունենա ներուժը հաղթանակներ կերտելու։ Տարեմուտը հրավեր է նորոգության, վերափոխվելու, հրաժարվելու անցյալի սխալներից ու բացթողումներից։ Մեր հորդորն է, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, որ քրիստոնեական սիրով, հայրենաշեն ջանքերով, մեր երկրում կայունության պահպանման և օրինականության ամրապնդման նախանձախնդրությամբ մասնակցություն բերենք մեր պետական ու հասարակական կյանքի զորացմանը և Իսփյուռս աշխարհի մեր ազգային և եկեղեցական անդաստանի շենացմանը։ Ծառայենք միմյանց, ծառայենք մեր հայրենիքին, որի օրհնյալ կյանքը պիտի կերտենք, ծառայենք մեր ազգին, որ բազում հույսեր ունի իրագործելու, օգնական լինենք նեղյալներին և կարոտյալներին, միմյանց հանդեպ սերը, բարի նպատակն ու գործը Աստված անտես չի անում։ Հանձնառության այս ոգով դիմավորենք 2017 թվականը։ Համայն հայոց հոգևոր նվիրական կենտրոն Սուրբ Էջմիածնից մեր աղոթն ենք բարձրացնում, որ Աստված օրհնի մեր հայրենիքը, օրհնի մեր ժողովրդի կյանքը Իսփյուռս աշխարհի, անվտանգ ու անհաղթ պահպանի մեր բանակի զինվորներին ու սպաներին, օրհնի հիշատակը հայրենիքի համար զոհված մեր քաջարի զավակների և ամուր ու անխաթար պահի խաղաղությունը մեր երկրի սահմաններին։ Խաղաղություն ենք մաղթում ողջ աշխարհին, խաղաղություն Մերձավոր Արևելքին, Սիրիային, Իրաքին։ Թող մեր փրկչի առաջ շնորհները, ուրախություն, երջանկություն, բյուր բարիքներ հեղվեն ձեր կյանքից և ձեր ընտանիքներից ներս, սիրելիներ։ Պահպանեք ձեր հավատքը, պահպանեք ձեր հայրենասեր ազգանվեր ոգին, հոգ տարեք միմյանց,
հոգացեք հավիտենական կյանքի համար, որ ունենք Հիսուս Քրիստոսով։ Մաղթում ենք բարի օրհնյալ տարի բոլորիդ։ Շնորհավոր նոր տարի։